Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ 142 միավոր անշարժ գույք են գնել օտարերկրացիները Հայաստանում 2025-ի օգոստոսին։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների գնված անշարժ գույքի գործարքների 54%-ը կատարվել է Երևանում։ Հայաստանում ամենաշատ անշարժ գույք գնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, երկրորդ տեղում են եվրոպական երկրների, երրորդում ԱՄՆ քաղաքացիները։ Իսկ որ վայրերն են ամենից շատ նախընտրել 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկները, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների մեր երկրի ամենապահանջված վայրը եղել է Գառնի Գեղարդը, որտեղ տարվա առաջին 6 ամիսներին այցելել է 16557 զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում Դիլիջանն է, երրորդում Երևանյան շրջայցերը։ Երկնի շանկում տնտեսության մեջ արտահանման եւ ներմուծման ծավալները 2025-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 47 եւ 33%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025-ի հունվար-սեպտեմբերին գնաճը կազմել է 3.3%, 2024-ի հունվար-սեպտեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.3%-ով։ Բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300,000 դրամի փոխարեն կսահմանվի 500,000 դրամ։ Այս մասին օրերս հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Եվ վերջում բանկային թվեր Հայաստանի 18 բանկերը 2025-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել մոտ 134 միլիարդ դրամ, 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով ավելի։ Համաձայն ՊԵԿ տվյալների 2025-ի հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի ծավալներով առևտրային բանկերի շարքում առաջատարն Արշին բանկն է, պետբյուջե վճարած 32 միլիարդ դրամ հարկով։